Այո։ Էլի Դարաստանների ելիքարդեսը դրինք, պաստարը դրինք, որտեղ դեր այդ քարոզությունները մի շարունակեմ, Դարաստան համար մեկը մեղքի համար։ Մեղքի համար եղած քարոզությունները դեր պիտի շարունակեմ մի քանի անգամներ։ Երբ ավարտեմ, հետո կանցնենք հաջորդ պաստարին։ Դարաստան երկրորդ գործերի համար, հավատացյալների մեղքի համար, որպես մեղքի համար, հավատացյալների դարաստանը որպես որդիներ եւ երրորդը հավատացյալների դարաստանը որպես ծառաներ, իրենց գործերի քննությունը պիտի լինի։ Հիմա ինչ որ դերոջի համար անում ենք, իհարկե Աստված կնահատում է այդ բոլորը, աշխարհի մարդիկ իրենց հաճույքների հետևից են գնում, բայց հավատացյալը մեծ մասամբ նվիրված է դերոջը եւ ջանում է դերոջը հաջո լինել։ Ուրեմն անցյալից եկած բաներով մենք սկսենք, ոնց որ անցյալ անգամ ասել էի, չէ՞ որ կրկնությունը գիտության մայրն է, չէ՞։ Կրկնությունը գիտության մայրն է։ Արաքյալը ասում է նույն բաները դեզի գրել, մեզի ձանձրություն չէ, հապա դեզի ապահովություն է։ Եվ մենք պետք է աշխատենք Աստծո խոսքը անգիր անել, սովորել, անգիր սովորել։ Ավելի զորավոր կլինենք, ավելի ուրախ կլինենք։ Հետևյալ բաներով սկսենք Հովհաննես Արաքյալի 3-րդ գլուխ 18 համարի մեջ Աստված իր որդին չղրգեց, որպեսզի աշխարհը դադե, ապա որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Այն որ կհավատա, չի դադարվիր, մահվան է կյանք անցած է, եւ այն որ չի հավատար, ինչ է, արդեն դադարված է, որտեղ աշխարհը դադեց Աստված, բոլոր աշխարհը դադարության դակ է։ Եթե չհավատան, պիտի գործվեն, բայց ով որ հավատա, մահվան է կյանքի պիտի անցնի։ Դարձյալ Հռոմեացիս 8-րդ գլուխ առաջին համարը գրված է արտադաբարդություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվիր, քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգի օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքեն։ Վասնզի այն, որ անգարելի էր օրենքին, որովհետեւ փրկի։ Ինչու անգարելի եղավ, որտեղ մարդը դգար էր մարմնով։ Չէր կարող օրենքը բայ, որովհետեւ արդարանա։ Աստված իր որդին ղրգեց մեղանչական մարմինի նմանությամբ, դեսքով մարդու նման եկավ Հիսուս։ Բայց առանց մեղքի։ Մեղանչական մարմինի նմանություն ուներ, բայց այդ մարմնի մեջ մեղք չկար։ Եվ Բիղադոս ասեց, ես այս մարդու վրա մեղք չեմ գտնում։ Մեղանչական մարմինի նմանությամբ եւ մեղքի համար ու մեղքը դադարեց, երբ որ ասում ենք մեղքը, մեղքերը մի հասկացեք։ Երբ որ ասում ենք մեղքը, դա հին մարդն է։ Եվ դադարեց մեղքը, հին մարդը,
այդ մարմնի մեջ, Հիսուսի մարմնի մեջ, երբ եղավ դա խաչապայտի վրա, երբ որ ինքը բարձրացավ եւ մեռավ խաչի վրա, դու մեռար, ես մեռա, մենք մեռանք, Ադամի բոլոր սերունդը մեռավ։ Մեղանչական մարմինի նմանությամբ ու մեղքի համար մեղքը դադարեցվեց խաչի վրա, որովհետեւ հավատացողների համար օրենքի արդարությունը գադարվի մեր մեջ, որ մարմնավորապես չենք ապրում, հավատքով ենք ապրում, որովհետև Քրիստոսն ենք ընդունել։ Ուրեմն տեսանք խաչի մասին, խաչի քարոզությունը, հին մարդը դադարեցվեց Քրիստոսի մարմնով խաչի վրա։ Երկու մարդիկ տեսանք, անհավատներ, դադարության տակ, մեկը հայեց դերոջանը չընդունեց, իսկ մյուսը հավատքով մոտեցավ, դեր հիշե ինձ քո արդարությունով եւ որգաս թակավորությունով եւ մարդը փրկվեց։ Նրա մեղքերը Քրիստոս արավ իր վրա։ Ուրեմն շատ մանրամասնել պետք չէ այնքան, որտեղ հասկացանք, որ հին ստեղծագործությունը Քրիստոսի խաչելությամբ դադարության ենթարկվեց։ Ջրեղեղի ժամանակ դարձյալ պիտի դադարեր աշխարհը Աստված, այն ժամանակ Նոյը գտավ եւ իր ընտանիքը 8 հոգիներ եւ նրանք փրկվեցին ջրեղեղի դադաստանից։ Մնացածը բոլորը գորան։ Եվ եկավ ժամանակ, սրանից 2000 տարի առաջ, Աստված նայեց, բոլոր մարդիկ ծնունդից ավագանել էին արդեն, բոլորը չար էին եւ վճռեց Աստված կորզանել մարդկությունը։ Նայեց մեկը չգտավ, որ կարողանար մարդկության եւ Աստծո միջև որպես միջնորդ լինի, եւ Աստված ասեց, ուստի իմ բազուկս ինձի ձեռնադու եղավ, Աստված իր միածին որդին աշխարհ ղրգեց, որովհետեւ այդ միջնորդությունը անի եւ հավատացյալներին փրկի։ Ուրեմն, ինչպես գրված է, արդար չկա, մեկնալ չկա, Աստված նայեց մի հոգի չկար։ Դրա համար Հիսուս երկինքի փառքը թողեց եւ մարդկային մարմնով հայտնվեց երկրի վրա, որովհետեւ այդ փրկagorցությունը ինքը գադարի։ Մի քանի համարներ ես պիտի գարտամ, ինչ որ Քրիստոսի հետ տեղի ունեցան։ Առաջինը Մատթեոս 26-րդ գլուխից գարտանք։ Մատթեոս 26-րդ գլուխը եւ 67 համարը։ Եվ քահանայապետը բռնեցին Հիսուսին, հիմա հարցաքննում են Հիսուսին, ինքը լուր կգենար եւ քահանայապետը ասեց բադասխան տվավ քահանայապետ ուսավ անոր գենթանի աստծմով քեզ գերտմցնեմ որ մեզի ըսես թե դուն ես Քրիստոսը որդի Աստծո ըսավ անոր Հիսուս դուն ես բայց կսեմ ցեզի ասկե յետևի դեսնեք որդի մարդո զորության աջ կողմը նստած ու երկինքի ամբերուն վրա եկած այն ադեն քահանայապետը իր հանդերձները բադրեց ու սավ հայություն հրավ ալ ինչ պետք է մեզի վգաներ այ մալ լսեցիք ասոր հայություն անելը Ձեզի ինչպես կերևնա, անոնք պատասխան տվին ու ուսին, մահաբարդ է, այն ադեն անոր երեսը թուքին, բրունցկով ձեձեցին զանիգա,
Ոմանք ապտակ զարնելով ըստին մարգարեացիր մեզի դուն Քրիստոս ով է այն որ քեզի զարգավ Ասկսեցի մեր դիրոջը նախադել թեքեցին երեսը ապտակ զարգին բռունցքով զարգին գլխին զարգին մեկն էլ ապտակեց ասավ մարգարեացիր եթե դու Քրիստոս ես ով է քեզի զարգողը մեր եկեղեցի հայրերից նարեգացին է հիշում այդ մասին ասում է այդ մարդը այն մարդն էր որ 38 տարի է անդամալուց բարգել էր եւ Հիսուս նրան ոտքի կանգնեց եւ ասավ գնա ելևս մեկ մի գործեր որովհետեւ ավելի գեշման չբադայի քեզի այդ մարդն էր ասում է ապտագեց եւ ասեց մարգարեացիր եթե դու Քրիստոսն ես քեզի ով է զարգողը բայց Հիսուս գիտեր անշուշտ ուրիշ մի համար էլ գարտամ թե Հիսուսը բռնելով ինչ էր արին նրան 27 գլուխն է Մատթեոսի եւ 27 համարից 31 համարները պիտի գարտամ Այն ադեն գուսագալին զինվորները բալադին ներս արին Հիսուսը ու բոլոր զինվորներուն գունդը անոր վրա ժողովվեցավ եւ զանիգա մերգացնելով գարմիր վերարգումը հագցուցին ուրիշ ավետարանի մեջ գրված է ծիրանի հագցուցին այն ժամանակ ծիրանին գիտեք մեդաքսից հանդերձեր Հիմա մեդաքսից հանդերձը եթե ձրի էլ դաս իմակվը մարդիկ չեն հագտի այն ժամանակ թագավորներն էին հագնում բալադականները եւ Հիսուսին ծաղրելու համար որպես հրեից թագավոր ծիրանի հագցրին իրեն ու փուշերը բսակմա հյուսելով անոր գլխին դրին որպես թագավորի թագ եւ եղեկմա անոր աջ ձերքը դվին եւ անոր արջը Ձունգի վրա գալով ծաղր գնեին զանիգա ու գսեին ողջուն քեզ հրյաների թագավոր հետո թքնելով անորի վրա եղեգը գարնեին ու անոր գլուխը գձեձեին ու երբ ծաղր ըրին զանիգա վերարգուն վրայեն հանեցին ու իր հանդերձները հագցուցին անոր եւ դարին զանիգա խաչը անելու Արդեն անցյալ անգամ ասեցինք, որ խաչեցին Հիսուսին եւ այնտեղ ժողովուրդը գայնած նայում էին եւ քահանայբետները իշխաններն էլ ամենը հայում էին իրեն, որ եթե դու ես Քրիստոսը վարի իր այդ խաչից, քեզի տեսնենք հավատանք։ Բայց գիտենք, որ հավատալը տեսնելով չի, հավատքը չտեսնված բաների ճշմարտությունն է։ Եվ զոնգի վրա կալով ծաղր գնեին զանիգա, որպես հրեից թագավոր եւ թեկնելով անոր վրա եղեգը գարնեին ու անոր գլուխը գձեձեին եւ փուշերը խրվում էր գլխի մեջը, խփում էին եղեգով գլխին եւ այդ փուշերի ձագած տեղերից արյուն էր հոսում այսպես Եվ երեսը այլանդակված բռունցքով հարվածում էին, ապտակ էին դալիս, այլանդակ մի տեսք ընդունեց մեր դերը։ Մի հատված պիտի գարտամ Հովաննու ավետարանից 19 գլուխ 5 համարը։ Հովաննու 19 գլուխ 5 համարը Տեսնենք այնտեղ ինչ է գրում Արաքյալը Այն ադեմ Բիղադոս արավ Հիսուսը ու ձեձեց ասածը Բիղադոսը չձեձեց թույլ տվավ որ զինվորները ձեձեն իրեն որտեղ Բիղադոսը վախենում էր արդեն գինի երազ էր դեսի ասում էր դարտարի այդ գործ չունենաս
Դրա վրայով գլխիցը շատ բաներ անցան գիշերը եւ Հիսուսին հարցրեց Հիսուսն էլ ասաց որ ինքը Աստծո որդին է թագավոր է ավելի վախեցավ բայց տվավ զինվորներին զինվորներն ալ փուշե բսակ հյուսելով անոր գլուխը դրին եւ անոր ծիրանի հագցուցին եւ գսեին ողջուն քեզ հրեից թագավոր եւ ապտակներ գզարնեին անոր ու այսպես անարգում էին Հիսուսին Հիմա մի քանի համարել գարտամ Եսայի մարգարեությունից 50-րդ գլուխը Եսայի 50-րդ գլուխը Հիսուսի ծնունդից 750 տարի առաջ գրված էր արդեն Հիսուսի խաչելության մասին, նրա գրելիք չարչարանքների մասին, դեր ինքը չէր ծնվել, իրեն համար գրվել էր այդ բոլորը։ Ուրեմն Իսուս Եսուի բանի Եսայի 50-րդ գլուխն է ասում է դեր Եվա ինձի իմաստուններու լեզու դվավ, որբեսի հոգտածին խոսքով օգնել գիտնամ, ամեն արդուզիս կարտնցն է, անիգայիմ ագանջս կարտնցն է, որբես աշակերտներու բես լսեմ, դեր Եվայիմ ագանջս բացավ ասածը ձագեց, հերյունով ձագեց և օղ դրավ, եբրայցի ստեղտի մեջ կա դա, մեկը որ ձարա պիտի լիներ, օղ էին դնում ագանջին, և նա իր դերոչի մից ծարա էր լինում։ Իմ ագանջս բացավ, որբեսի աշակերտներու բես լսեմ, դեր Եհովա իմ ագանջս բացավ, այ ես աննազան չեղա, ետ չդարձա, իմ գրնագս զարնողներուն, ու այդերս պետտողներուն դվի, խաչի դեսարանն է սա, նախքան խաչը, խաչից հետո, իմ այդերս պետտողներուն դվի, իմ երեսս նախադինքեն ու թուքեն չձացկեցի, ուրեմ դեսնում եք խաչի ամբողջ պատկերն է այստեղ նախորոք Եսայի մարգարեն գրած, դարձյալ Եսայի 52-րդ գլխի մեջ գտնում ենք նման մի բան և 13 համարը 52-րդ գլխի ահա իմ ծարաս հաջողություն պիտի գտնե և պիտի մեծնա ու պիտի բարձրանա ու խիստ պիտի փառավորվի ինչպես շատերը անոր վրա ապշեցան անոր երեսին մարդու երեսեն ու գերբարանքին մարդու որդիներեն ավելի ավրված ըլլալուն համար Հիսուսի երեսը ավրվեց անոր երեսին մարդու երեսեն ավելի ավրված ըլլալուն համար ու գերբարանքին մարդու որդիներեն ավելի ավրված ըլլալուն համար այնպես շատ ազգեր պիտի զարմացնե Ուրեմն երեսը ավրվեց, այլանդագեցին դեմքը, ամբողջությամբ, և հաջորդ գլուխը, 53-րդ գլուխն է Եսայի, 6-րդ համարը, և դերը մեր ամենուն անորոնությունը անոր վրա դրավ, անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ և Բիղադոս ասեց չես խոսիր ինձի հետ չես գիտե որ իշխանություն ունիմ քեզ խաչը հանելու և քեզ խաչեն ազատելու և Հիսուսը ասավ դու իմ վրաս մեկ իշխանություն ալ չէիր գրնար ունենալ եթե քեզի վերեն դրված չլար և խոսեցնում էին իրեն Հերովդեսը ուզում էր մի բան լսի, Հիսուս չէր բադասխանում, որտև բադասխանելու ժամանակ չէր, ինքը եկել էր խաչվելու։ Դասամարը, բայց Տերը հաջեցավ, որ զանիգա ձեձելով ցավերու մատնե։ Աստված հաջեցավ Հիսուսին ձեձելով ցավերու մատնե։
որ նրան ապտագեն, բռունցքով զարնեն, երեսը թքնեն, այլանդագեն։ Բիղադոսը ասավ, դու ես Սարյաների թագավորը։ Այո, ասեց, ես այդ բանի համար եմ ծնված եւ եկած։ Բայց իմ թագավորությունս այս աշխարհեն չէ, եթե ոչ իմ ծառաներս ինձ հետ կլինեին եւ հрьяաների ձեռքից կազատեին։ Հավա իմ թագավորությունս երկինքեն է։ Ուրեմն դու ասես թագավոր մնես։ Այո, ասավ, ես այդ բանի համար եմ ծնված ու աշխարհ եկած։ Ինքը որպես թագավոր երկրի վրա չաբրեց, որպես մարդ ապրեց, մեղանչական մարմինի նմանությամբ, մեր մեղքերը իր վրա դրավ Աստված, չարչարվեցավ, նախատվեցավ, հալածվեցավ, դանջվեցավ, եւ այդ բոլորը ուրախությամբ հրավ, ամոթը հարամարեց, խաչը հանձնարավ, եւ մեր փրկagorցությունը կատարեց։ Եվ Բիղադոս նորեն դուրս ելավ ու ըսավ անոնց. ահա զանիգա դուրս կբերեմ ձեզի, որպեսզի գիտնաք, թե ես անոր վրա հանցանք չեմ գտնար։ Այն ադեն Հիսուսը դուրս ելավ, փշեղեն բսակն ու ծիրանի հանդերձը հագած։ Պատկերացնում եք։ Այն ժամանակ Բիղադոսը Հիսուսին ինչպես որ գար դուրս հանեց քարայադակ կոչված տեղը ժողովրդի առջև դեսարան լինելու։ Պատկերացրեք դուք այնտեղ եք։ Այդ խուժանը ժողովուրդը հավաքված գոռում են Հիսուսին խաչը անե։ Եվ մենք ամենավերջում գայնած որպես հանդիսադեսների պես դիտում ենք այդ տեսարանը։ Հիսուս ծաղրված, նախատված, ձեծված, թքոդված, այլանդակված, այրունի երեսը, բռունցքի դեղերը, ամեն տեսակ, անոր գերբարանքը, մարդու գերբարանքեն դարբեր լինելով գարտացինք այնտեղ։ Ցավալի մի տեսարան էր։ Եվ հանեց բեմահարտակի վրա այնտեղ, գաբատա գոչված տեղը։ Եվ Բիղադոս ըսավ անոնց. ահա այն մարդը։ Ով է այդ մարդը։ Երեսը ավրված, թքոդված, այրունոտ, գաբդած երեսները, ապտագել են, տանջել են։ Ահա այն մարդը։ Ով էր այդ մարդը։ Ով էր այդ մարդը։ Ես էի այդ մարդը։ Դուն էիր այդ մարդը։ Դուն էիր այդ մարդը։ Մենք ամենս այդ մարդն ենք։ Մենք այդտեղ լինելու դադաբարդված էինք Աստծո կողմանը, որպես մեղավորներ։ Եվ ինքը մեզի փոխանորդ եղավ, մեր բոլոր անցանքները իր վրա առավ։ Վասնզի Աստված զանիգա որ մեղ չեր գիտեր, մեզի համար մեղավոր սևեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները լանք։ Հիսուսը մեղ չեր գիտեր, ես անոր վրա մեղ չեմ գտնար, ասեց Բիղադոսը։ Բայց Աստված նրան մեղք շինեց, մեղք ըրավ իրեն, որպեսզի նրա միջոցով մենք արդար լինենք։ Զորավոր է, երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 21 համարի մեջ է գրված,
Աստված որ զանեգա մեղ չեր գիտեր, ամեղ գարնուգի նման, մեղավոր սեբեց իրեն, հայրը հաջեցավ որ ձեձելով նրան ցավերու մատնե, մեր ամենուն անօրենություն անոր վրա դրավ Աստված, Ուրեմ տեսանք, որ Քրիստոսի խաչելությամբ բոլոր ստեղծագործությունը, ատամի ստեղծագործությունը խաչի մահվան դադարեցվեց։ Եվ այն, որ գահավադա դադարության դագից դուրս կգա։ Եվ այն, որ չի հավատար, ինքը արդեն դադարված է, երբ 2000 տարի առաջ, երբ Քրիստոս Գողգոթայի խաչի վրա իր հոգին ավանդեց։ Մեղքը դադարեցվեց այնտեղ։ Բոլոր ստեղծագործությունը Քրիստոսի խաչով մահվան դադարեցվեց։ Բա խելացի հանգիստ մարդիկ էլ կան, չէ՞, արդար մարդիկ էլ կան։ Բա նրանք ինչ եղան, նրանք էլ բոլորն էլ։ Այո, բոլորը դադարեցվեցին։ Լավ մարդիկ կան, վատ մարդիկ կան, մարդասպաններ կան, մարդասեր մարդիկ կան, բայց բոլորը Ադամի որդի լինելու համար մահվան դադարեցված են իրենք, արդար մը չկա, մեկն էլ չկա։ Բոլորի մաստունները, զորավորները, ազնվական մարդիկ, հարուստ մարդիկ, աղքատ մարդիկ, չար մարդիկ, բարի մարդիկ, ամեն տեսակ մարդիկ, բոլորը մահվան դադարեցվեցին, որովհետեւ Քրիստոսի հարությամբ նոր ստեղծված լինեն, Աստծո համար ապրեն, հավիտյան ապրեն։ Եթե այսօր մեր մեջ մարդիկ կան, որոնք չեն հաշտվել Քրիստոսի հետ, նրանք մահվան դադարության դակ են, բայց շատ թյուրին է, գահավադաս, սրտով գահավադաս, բերնով գխոստովանես, մահվանից կյանքի կանցնես, հավիտենական կյանքի։ Ոչ մեկը իր գործերով չի կարող արդարանալ Աստծո առջև։ Պողոս առաքյալը այսպես է ասում. Իսկ մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը։ 15 Կորինթացիս ոչ, 15 Կորինթացիս չէ, առաջին Կորինթացիս առաջին գլուխը 23 համարը Իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, հրյաներուն գայթակղություն և մնացած հետանոստերուն հույներուն հիմարություն, որտև հրյաները նշան են փնտրում, նրանց գայթակղություն եղավ Հիսուս, իսկ հույները, հույն փիլիսոփաները, հույները անժամանակվա իմաստություն էին փնտրում, և Աստված էլ նշան փնտրողին, իմաստություն փնտրողին, հարուստին, աղքատին, զորավորին, դգարին, բամը եղողներին բոլորը խաչով մահվան դադարեցվեց, որպեսզի մարմինը Աստծո առջև չբարձրանա։ Չասի, որ ես իմաստուն եմ, ես զորավոր եմ, ես ազնվական եմ, ես այս եմ, ես այն եմ։ Բոլորը մահվան դադարեցվեցին։ Եվ առաքյալը ասում է. Եվ ես եղբայրներ, որ ձեզի եկա, ոչ թե խոսքի իմաստության գերազանցությունով Աստծո վկայությունը ձեզի հայտնելու եկա, վասնզի ես միտքս չների ձեր մեջ ուրիշ բան մը գիտնալ, բայց միայն Հիսուս Քրիստոսը ու զայն խաչի ելած։
Կորինթոս որ եկավ, Պողոս Արաքյալը խաչյալ Քրիստոսը քարոզեց։ Քանզի խաչի քարոզությունը գործվածների համար հիմարություն է, բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է։ Վասնզի գրված է իմաստուններուն իմաստությունը պիտի գործընծնեմ, հանջարեղներուն հանջարը պիտի խափանեմ։ Ուր է իմաստունը, ուր է դբիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարեցուց այս աշխարհի իմաստությունը։ Քանզի որովհետև Աստծո իմաստությունով աշխարհը չջանցավ Աստված իր իմաստությունով, մենք Աստված ենք ասեցին, Աստված հաջեցավ քարոզության հիմարությունով, այսինքն խաչի քարոզությունով, խաչի քարոզությունը հիմարություն չէ, հապա Աստծո զորությունն է, բայց անավատների համար հիմարություն է խաչի քարոզությունը, որովհետև խաչի քարոզությունը ասում է, որ Քրիստոս մեռնելով խաչի վրա մեզ կարող է փրկել։ Դրա համար ասեցին, եթե դու ես Աստծո որդին, վարի չիր այդ խաչից, քեզի կհավատանք։ Խաչին չհավատացին, բայց փրկությունը խաչով է միայն, մեռնելով է միայն։ Աստված հաջեցավ քարոզության հիմարությունով հավատացյալները ապրեցնել։ Վասնզի հրյաները նշան կուզեն, հույները իմաստություն կփնտրեն, մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը։ Հրյաներուն գայթակղություն, հույներուն հիմարություն, բայց անոնց որ գանչված են թե հրյաներուն եւ թե հույներուն, Քրիստոսը, Աստծո զորությունը եւ Աստծո իմաստությունը։ Հավատացյալներին Աստծո զորությունը, Աստծո իմաստությունը, Վասնզի Աստծո հիմար չի հավատացյալը, բայց քանի որ Քրիստոսի խաչելության է հավատում, խաչով է փրկվում, դրա համար աշխարհի աչքերի առջև հիմար է։ Վասնզի Աստծո հիմարը ավելի լավ է որ Աստծո համար հիմար լինենք, քան աշխարհի համար իմաստուն երևանք։ Աստծո հիմարը մարդոց մե ավելի իմաստուն է, եւ Աստծո դգարը մարդոց մե ավելի զորավոր։ Արդարև դուք ձեր գոչումը կտեսնեք եղբայրներ, որ ոչ թե մարմինի կողմանը շատ իմաստուններ, եւ ոչ թե շատ զորավորներ, եւ ոչ թե շատ ազնվականներ գանչվեցան, բայց Աստված աշխարհից հիմարները ընտրեց։ Մենք հիմար չենք, բայց աշխարհի աչքով մենք հիմար ենք։ Բայց Աստծո աչքերով մենք Քրիստոսի իմաստությունը ունենք։ Որովհետեւ ամոթովն է իմաստունները, եւ աշխարհից դգարները ընտրեց Աստված, որովհետեւ ամոթովն է զորավորները, եւ աշխարհի ցածազգիները եւ անարգները ընտրեց Աստված, եւ ոչինչները, որովհետեւ բամը եղողները խափանե, եւ խափանեց։ Որովհետեւ մարմինը չբարձի Աստծո առջև։ Իսկ դուք անգե եք Քրիստոս Հիսուսով։ Մենք Քրիստոս Հիսուսով Աստուծմե ենք, որ մեզի Աստուծմե իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ։ Աստված մեզի իմաստություն, սրբություն, փրկություն, արդարություն եղավ։ Որովհետեւ ինչպես գրված է, այն որ կբարձենա, դերոճմով թող բարձենա։ Ուրեմն աշխարհի մեջ, եթե մեկը հարուստ է, դերոճմով թող բարձենա, եթե մեկը զորավոր է, դերոճմով թող բարձենա, եթե մեկը ազնվական ցեղին է պատկանում, թակավոր է, թող դերոճմով բարձենա, իր թակավորության վրա չբարձենա, եթե մեկը գեղեցիկ ծայր ունի երգում է, դերոճմով թող բարձենա։ Մեկը չի կարող իր անձով բարձենալ Աստծո առջև, խափանված են բոլոր նրանք, որ բարձենում են։ Մեր բարձանքը Հիսուս Քրիստոսն է։
Բողոս Արաքյալը հետևյալն է ասում Գաղադացիս տեխտի մեջ, Գաղադացիս 6-րդ գլուխ 14 համարը Ոմանք մարմնով բարձենում էին եւ համոզում էին եկեղեցիի անդամներին, որ օրենքը բայեն եւ թլփատվեն իրենք, մի խոսքով իրենց ջանքերով ուզում էին նրանց հրյա դարձնել։ Բայց ես քավլիցի բարձենամ, Արաքյալը ասում է նրանք ձեր մարմնով բարձենում են, բայց ես քավլիցի որ բարձենամ, ապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը Խաչով է բարձենում, մենք խաչով կարող ենք բարձենալ, խաչով մեզի ամեն բան եկավ, խաչը այն աղբյուրն է, որտեղից մեզի իմաստություն, փրկություն, ամեն բան եկավ։ Որով աշխարհը ինձի խաչը ելած է, ես ալ աշխարհի։ Աշխարհը նայում է Բողոսին, տեսնում է Բողոսը խաչված է։ Բողոսն էլ նայում է աշխարհին, աշխարհն է իրեն համար խաչված, մեկը մյուսի նկատմամբ խաչված են։ Եղբայրներ քույրեր, այդ է մեր դիրքը։ Դա մեր դիրքն է։ Բայց ես քավլիցի որ բարձենամ, ապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, որով, այսինքն խաչով, աշխարհ ինձի խաչված է, խաչի ելած է, աշխարհը Բողոսի համար խաչի ելած է, և ես ալ աշխարհի համար խաչված եմ, մեկը մյուսի նկատմամբ ապրելու խաչված են։ Բայց ցավոք սրտի երբեմն մենք մեկ ձեռքերնից տալիս ենք աշխարհին, մյուս ձեռքը տալիս ենք Տերոջը, այդպես չպետք է լինի։ Ճիշտ է, որ ապրում ենք աշխարհի մեջ եւ ընտանիք ունենք, գործ ունենք, կյանքի ապրելու բաներ ունենք, հնարավորություններ ունենք, բայց միշտ նախապատվությունը մենք Տերոջը պետք է տանք, երկնայինը պետք է տանք։ Խաչի միջոցով մեզի հասնելիքը պետք է որ մտածենք, վերի բաները փնտրենք ու մտածենք։ Մահ առաջին Ադամով եւ կյանք վերջին Ադամով։ Ինչպես գրված է առաջին Կորինթացիս 15-ի մեջ, առաջին Կորինթացիս 15 եւ 21-22 համարները, քանզի որովհետեւ մարդով եղավ մահը, մարդով ալ մերելներու հարությունը, վասնզի ինչպես Ադամով ամենը գմեռնին, նույնպես ալ Քրիստոսով ամենը գենթանի պիտի ելնան։ Առաջին Ադամ, վերջին Ադամ։ Ինչու վերջին Ադամ, որտեղ ուրիշ երրորդ Ադամ չկա։ Ադամ ասելով հասկանում ենք ընդհանուր համաբարունակությունը հին ստեղծագործության Ադամի մեջ, մենք Ադամի սերունդն ենք, չէ, բոլոր մարդկությունը Ադամից է սերած, և մենք այն օրը մեղանչեցինք, երբ Ադամ մեղանչեց, նրա կյանքին մենք ներառյալ էինք, ուրեմն առաջին Ադամը և վերջին Ադամը, Քրիստոս վերջին Ադամն է, նոր ստեղծագործության հավատացյալների գլուխն էինք, առաջնորդը, ինչպես որ աշխարհի մարդիկ կյանք շարժում են առնում առաջին Ադամի մեջից, վերստին ծնված հավատացյալները մենք կյանք ենք ստանում վերջին Ադամից, որպես մեր գլուխը։ Մեկ մարդու աննազանդությունովը բոլորը մերան և մեկին
հնազանդությունով բոլորն էլ արդար պիտի լինեն։ Քրիստոսի եւ մեր միադեղ մահը հաստատող մի քանի համարներ։ Առաջինը ուրեմն մեր Քրիստոսի հետ խաչված լինելու անցյալ գադարյալը որպես 2000 տարի առաջ մի քանի համարներ հիշեմ։ Առաջինը Հռոմեացիս 6-րդ գլխի 6 համարն է, որտեղ գրված է. «Զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը փչանա»։ Մեղքի մարմինը այս մարմինն է։ Մեղքը մեր հին մարդն է, մեր եսն է, որ բնակվում է այս մարմնի մեջ։ Մեղքի մարմինը փչանա, փուչ դուրս գա։ Մեր մարմինը խաչի վրա մեռավ, որովհետեւ մեր անձը չկարողանա գործadel այս մարմինը, որովհետեւ ասկե հետև մեղքի չծարայենք։ Մեղքը մեր եսն է, վասնզի այն որ մեղքի մեռած է, մեղքի արդարացած է։ Երկրորդ մի համար գարտան Գողոսացիս տեղտից, Գողոսացիս 3-րդ գլուխ եւ առաջի համարը։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն արիք, ուրեմն վերի բաները փնտրեք, ուր Քրիստոս կնստի Աստծո աջ կողմը։ Վերի բաները մտածեցեք, ոչ թե այս երկրի վրայինները, վասնզի դուք մեռաք։ Երբ մեռանք 2000 տարի առաջ, երբ Քրիստոս մեռավ խաչի վրա, ու ձեր կյանքը բահված է Աստծո քով Քրիստոսի մեջ։ Երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ադեն դուք ալ անոր հետ փառքով պիտի հայտնվիք։ Ուրեմն մեր կյանքը Հիսուսի մեջ Աստծո մոտ բահված է։ Ով կարող է մեզ վնասել։ Ուրիշ մի գեղեցիկ համար գարտամ, 2-րդ Կորինթացիս եւ 5-րդ գլուխն է, 13 համարից գարտամ, վասնզի եթե խեդերած ենք, այն Աստծո համար է, եւ եթե զգաստ ենք, այն ձեզ համար է, վասնզի Քրիստոսի սերը մեզ գստիբե, քանզի մեր դադումը այս է, որ եթե մեկը ամենուն համար մեռավ, ուրեմն ամենն ալ մեռան։ Ամենուն համար մեռավ, որբեսի գենտանի եղողները ալ իրենց անձերուն գենտանի չլան։ Հաբա անոր, որ իրենց համար մեռավ ու հարություն արավ։ Ուստի ասկե յետև մենք մեկը մարմնով չենք գիտեր, ու թեև Քրիստոսը մարմնով ջանցանք, բայց հիմա ալ այնպես չենք ճանչնար։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե, հիները անցան, ամեն բան նոր եղավ։ Շատ գեղեցիկ է գրում Աստծո խոսքը, Պողոս Սարաքյալը։ Քրիստոսի սերը մեզ ստիպում է այսպես մտածել։ Եթե մեկը ամենուն համար մեռավ, ով էր այդ մեկը Քրիստոս։ Մեր բոլորի համար մեռավ, ուրեմն ամենն ալ, մենք բոլորս էլ մեռանք իրեն հետ։ Եվ ամենուն համար մեռավ, մեզ համար մեռավ, որբեսի գենտանի եղողները, որ մենք ենք, ալ իրենց, ալ մեզ, մեր անձերի համար գենտանի չլանք, հաբա անոր համար գենտանի ելանք, որ մեռավ եւ հարություն արավ։ Ուրեմն ասկե յետև մենք մեկը մարմնով չենք գիտեր, ու թեև Քրիստոսը մարմնով ջանցանք, բայց հիմա ալ այնպես չենք ճանչնար։ Ինչպես կճանչնանք, ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծվածն է, հիները անցան, ամեն բան նոր եղավ։ Մեր միությունը Քրիստոսի հետ, խաչալ Քրիստոսի հետ,
Բողոս Արաքյալի գաղադացից թղթից դարձյալ մի համար գարտամ, երկրորդ գլուխ 20 համարն է։ Քրիստոսի հետ խաչի ելա, եւ ալ գենթանի եմ ոչ թե ես, հավա Քրիստոս գենթանի է իմ մեջս։ Բայց ես որ հիմա մարմնովս կաբրիմ, Աստծո որդուն հավատքովը գաբրիմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց։ Քրիստոսի հետ խաչի ելա, եւ ալ գենթանի եմ ոչ թե ես։ Քրիստոսի հետ խաչի ելանք եւ այլևս մենք կենթանի չենք։ Մենք նրա հետ մերանք, ոչ նյութաբես, այլ հավատքով։ Հավա Քրիստոս կենթանի է իմ մեջս, հիմա Հիսուս որ հարություն արավ մերելներից, ինքը Բողոս ասում է իմ մեջս կենթանի է հիմա, այլևս ինքը չի աբրողը, իր մեջ աբրողը Քրիստոսն է։ Բայց ես որ հիմա մարմնովս գաբրիմ, Աստծո որդվույն հավատքովը գաբրիմ։ Աստծո որդվույն ինքը հավատք չունի այլևս, Բողոսը իր հավատքով չի աբրում, ոչ թե Աստծո որդվույն հավատալով է, որ ինքը աբրում է, այլ Աստծո որդի հավատքն է իր մեջ, որ աբրում է։ Իր մեջ Քրիստոսն է աբրում, երբ որ ինքը այս գործողությունը կատարվեց, մերավ եւ հարություն արավ Քրիստոսի հետ, հիմա իր մեջ աբրողը եւ հավատացողը Քրիստոսն է։ Հավատքը, որ մենք հիմա ունենք, դա Քրիստոսի հավատքն է։ Քրիստոսն է մեր մեջ, որ հավատում է։ Եթե հիմա մենք մի վարգյան Հիսուսից երես թեքենք եւ չհավատանք, ինքը մեզանից կգնա, բայց քավլիցի այդ բանը չի լինի։ Օրինակի համար եմ ասում։ Մեր մեջ հավատացողը Քրիստոսի հավատքն է։ Մի ուրիշ համար էլ հիշեմ ու վերջացնեմ, 5-րդ գլուխ 24 համարը։ Եվ անոնք, որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչ հանեցին, բնական գիրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Եթե հոգիով գաբրինք, հոգիի ամնատ քալենք։ Այս կանը դերը օրտնի իր պարքի համար և մեզ իսկական իրեն հետևողներ խաչի որդիներ դարձնի իր պարքի համար ամեն։